Այսօր այն, ինչ կատարվում է ներկայիս աշխարհում, շատերը համեմատում են նրա հետ, ինչը կատարվել է առաջին համաշխարհային պատերազմից առաջ։ Առաջին համաշխարհային պատերազմից առաջ հզոր երկրները եկել են մի այնպիսի հակասության, որը բերեց մեծ պատերազմի եւ առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում տեղի ունեցան ցեղասպանություններ, էթնիկ զտումներ եւ նաեւ հայերի մեծ եղերնը, ցեղասպանությունը, մեծ ողբերգությունը։ Այսօր մենք տեսնում ենք, որ եւս նման իրադարձություններ են կատարում։ Արցախում էթնիկ զտումներ տեղի ունեցան, ամբողջ աշխարհի առաջ եւ բոլորը լռում են եւ ընդունում են, եւ Եվրոմիության նման հումանիտար մարդու իրավունքները պաշտպանող կազմակերպության ղեկավարները գալիս են Բաքու եւ ողջունում են։ Մենք տեսնում ենք Գազայում ինչպիսի ցեղասպանություն է կատարվում, մենք տեսնում ենք Սիրիայում ալավիների ըստ էության ցեղասպանությունը եւ Սիրիայի այդ ռեժիմի հանդեպ ինչպիսի վերաբերմունք կա, բոլորը պաշտոնապես ընդունում են, սանկցիաներից հանում են։ Այսինքն մենք եկել ենք մի իրավիճակի, երբ որ միջազգային կառույցները փլուզվում են։ Երբ որ միջազգային կառույցները փլուզվում են եւ կանոններ չկան, ապա կարող են լինել այն ամեն ինչ, ինչ որ մենք նույնիսկ մեր երևակայությամբ չենք կարող պատկերացնել։ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ ինչ շահեր ունեին այդ տարբեր երկրները, տարբեր ուժերը, ինչ խնդիրներ էին լուծում, ինչ վերաբերմունք ունեին Հայաստանի Հանրապետության, նորաստեղծ հանրապետության նկատմամբ։ Հայաստանի Հանրապետության այն ժամանակվա ղեկավարները ինչպես էին մտածում, ինչ քաղաքականություն էին փորձում վարել, եւ շատ կարեւոր է դա իմաստավորել, որովհետեւ դա ոչ միայն պատմական նշանակություն ունի, այլ նաեւ մեզ կօգնի այսօրվա իրավիճակում կողմնորոշվել, որովհետեւ ընդհանուր գծերով կատարվում է նույն բանը։ Ես հիմա խոսքը կփոխանցեմ քաղաքագետ Երվանդ Բոզոյանին եւ ակնկալում եմ, որ պարոն Բոզոյանը կներկայացնի հենց այդ իրավիճակները, ինչ process-ներ են տեղի ունենում եւ ով ինչպես էր մտածում։